Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր խոսալու ենք անուն հանած ու մեծ տարածում ունեցող Երևանում Song Plus-ից, բացահայտելու ենք իր ուժեղ ու թույլ կողմերը։ Այս անգամվա ռևյուն մի քիչ ուրիշ ֆորմատում է լինելու, ավտո ռևյու չենք անելու, որովհետև բոլորը արդեն այդ ավտոյին քաշ տեղյակ են, քաշ ծանոթ են։ Մենք խոսալու ենք իր մինուսներից, համատելու ենք նրան այլ մեքենաների հետ ու փորձելու ենք դա անել հնարավորինս հանգամանալից, փաստավորված, հիմնավորված, անաչառ ու անկողմնակալ։ Ուրեմն մինուսներից նախ Song-ի վարորդների բազմաթիվ վարորդների հետ զրուցելուց հետո եմ ես եզրահանգման եկել, այնց չէ որ քնիցել եմ ու ասում ես ավտոն sense մինուսներ ունի, ոչ։ Այդ ավտոն ես վարել եմ, մեկից ավել Song-եր եմ վարել։ Մի խոսքով հավաստիացնում եմ ձեզ, որ դիվանի անալիտիկ չեմ ու հիմա ինչ ասում եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց հնարավորինս օբյեկտիվորեն արդարացված ու անկողմնակալ։ Ուրեմն մինուս համար առաջինը նա է, որ վարորդները բողոքում են, որ դիաուժերը այդ մեծ ավտոյի, մեծ գաբարիտներով ավտոյի համար, ընդհանրապես 218 դիաուժը կոնկրետ քիչ է ժողովուրդ ջան։ Ու իրոք ես որ վարել եմ այդ ավտոն, հատկապես սառած մակերեսների վրա հատկապես 218 դիաուժը կոնկրետ քիչ է։ Եթե այս Yuan Plus-ի պարագայում 204-ը լրիվ նորմալ է, ես չեմ նեղվել հզորության պակասից։ Այդ մեծ Lenovo Song-ի պարագայում 218-ը քիչ է։ Պետք է լիներ առնվազն 250, ես գտնում եմ, որովհետև իր մրցակից, որի մասին մենք այս հաղորդման ընթացքում անպայման դեռ խոսենք, Deepal-ի մոտ ավելի փոքր չափերով Deepal-ի մոտ դիաուժերը 238-ն են ու միանշանական այդ առումով Deepal-ը Song-ին հաղթում է։ Հաջորդ մինուսը Song Plus-ը ես համարում եմ իրան խնդրում եմ Song-ի վարորդները ինձանից չնեղանան, այս իմ կարծիքն է, կարող համաձայն չլինեք։ Ես իրան համարում եմ պալուկրովկա ռուսերեն ասած, այսինքն ինքը կիսա բենզինային մեքենա է, կիսա էլեկտրական։ Ինչու՞։ Այն պատճառով, որ իր թափքը ֆունդամենտալ բան է, թափքը իր մեքենան, բուն մեքենան ի սկզբանե նախագծված է եղել բենզինային մեքենաների համար ու դա զռմա մի ուրիշ տիպի։ Վերջի պահին են BYD-ն ենք որոշել, որ ինքը պետք է դառնա էլեկտրոմոբիլ, բայց քանի որ արդեն թափքը նախագծված էր, այդ մարտկոցը տապորավարի տակից ամրացվել է, ոնց որ դա կա հայտնի Honda-ների մոտ, հղի մարտկոցով հղի Honda-ների մոտ, այսինքն Song Plus-ը նույնպես հղի մարտկոցով։ Ուղղակի շատ ավելի է պաշտպանված իր մարտկոցը, քան Honda-ների մոտ, հա բան չասեցի, իդեալական պաշտպանված է, բայց մեկը ամրացված է տակից։ Այսինքն ինտեգրված չի թափքի մեջ, ինքը 100%-անոց էլեկտրական մեքենա չի։ Ինքը դրա համար չի նախագծված եղել։ Ու եթե իրան համեմատենք Sea-Lion-ի հետ, սարեր ձորեր են։ Ուղղակի սարեր ձորեր են, ասենք Sea-Lion-ը թանկը ընդհանրապես մի 20%-ով, բայց մի 60-ից 70%-ով առավել է։ Ու ես ձեզ կհորդորեմ, եթե դուք ավել գումար ունեք, միանշանականորեն մի քիչ ավել փող տա գնեք Sea-Lion, որը մի քանի գլուխ բարձր է Song Plus-ից։ Հաջորդ մինուսը, որից նույնպես բողոքում են շատ ու շատ վարորդներ, ու ես իրենց հասկանում եմ, մի տեսակ աբիդնի է, որ այս թանկանոց էլիտար կարելի ասել, իր գնային սեգմենտում թանկանոց մեքենան չունի էլեմենտար բաներ, դիմապակու պրոյեկցիա, որը որ իր մրցակիցները ու դաժե կլասով ավելի ցածր Yuan Up Beyond Smart-ը ունի, ու չունի անձրևի սենսոր։ Այս երկու բանը կոնկրետ անհարմարություն են պատճառում վարորդներին ու կոնկրետ մինուս են այս կլասի, այս բարձր կլասի, այս թանկանոց մեքենայի համեմատած Yuan Up-ի հետ կամ Galaxy E5-ի հետ, Galaxy E5 Starship-ը $1800 ավելի էժան է, բայց այն կարգի գերհագեցված է, այն կարգի առավել է Song Plus-ից, որ ասելու չի։ Դրա մասին էլի դեռ կանդրադառնանք այս մեր հաղորդման հոլովակի ընթացքում, կհամատենք թե Deepal-ի, թե Song Plus-ի հետ աղյուսակով հիմնավորված հանգամանալից, որ դուք համոզվեք, որ Song Plus-ը տենց գժական ու բոմբ մեքենա չի, ոնց որ շատերին թվում է։ Ինչպես նաև վարորդները բողոքում են այս մեքենայի ձայնամեկուսացումից ու ես նրանց հետ միանշանակորեն համաձայն եմ, այս սեգմենտի համար, այս կլասի համար ձայնամեկուսացումը կոնկրետ վատն է։ Եթե Yuan Up-ի պարագայում դա ներելի էր, որովհետև էժան մեքենա է, այս թանկ մեքենայի պարագայում դա ներելի չի, հարգարժան BYD, կոնկրետ աչք մտնող մինուս է, Yuan Plus-ի ավելի էժան Yuan Plus-ի ձայնամեկուսացումը շատ ավելի լավն է, քան թե ավելի թանկ Song Plus-ի։ Դա խնդրում եմ հաշվի առնեք։ Հետո վարորդները շատ վարորդներ շատ ասելով 50 մոտարապես 50%-ը պլյուս մինուս։ Հալալ դեպքերի կեսը։ Կեսի դեպքերում
այս մեքենայի Song Plus-ի մոտ հետևի ամորտիզատորները Заводской բրակը Հարգարժան Վոլֆգանգ Էգերջյան։ Տեղեկացեք դրա մասին, խնդրում եմ, ու այդ ամոթալի բանը դզեք, որովհետև աբսուրդ է, երբ որ թազա մեքենա ես գնում ու 5000 կամ 7000 կիլոմետր հետո կամ 1000 կիլոմետր հետո մեկը հետևի ամորտիզատորները սկսում են ինչ ձեն ասես չհանեն, ճռոց, կռոց, կտկտոց, այն որ մարդիկ գժվում են, ասենք տանում են, փոխում են թափ-թազա ավտոյի ամորտիզատորները, այսինքն կոնկրետ ձախողում է, էլի ասենք, ոնց կարա տենց բան լինի։ Տեսլայի պարագայում տենց բան չէր կարա լիներ։ Մի հատ խնդրում եմ, ասենք, ձեր դուք ընկել եք քանակների հետևից, միանշանակորեն ու մոռացել եք որակի մասին։ Ասենք, դա կոնկրետ հայտարարություն է թազա ավտոյի հետևի ամորտիզատորների 50% դեպքերում ըլեն գործարանային բրագլավ մի հատ, երկու հատ հասկացանք, բայց ասենք ոչ համատարած էլի։ Ու համայն դեպս Երևանում, չգիտեմ, ուրիշ ռեգիոններում ոնց է։ Հաջորդ մինուսը, որը որ իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու էսի արդեն լրիվ սուբյեկտիվ է, կարակ առաջ տակ Հարգարժան Սոնգի վարորդներ ու չնեղանաք նորից ես խնդրում եմ, իմ կարծիքն եմ հայտնում, իրավունք ունեմ։ Քանզի այս ոլորտի ներկայացուցիչն եմ։ Ու վարել եմ բազմապիսի մեքենաներ ու հիմա խոսում եմ իմ վարած մեքենաների մասին, այլ ոչ թե YouTube-ով նայած։ Ուրեմն epic fail է Հարգարժան Վոլֆգանգ Էգերջյան, ես խոցավը տանեմ։ Այս մեքենայի դիզայնը epic fail է։ Ես հասկանում եմ դու այդ ժամանակ չկայիր, երբ որ այս մեքենան նախագծում են չինացի դիզայներները, բայց դու կայիր, երբ որ արվեց restyle, երբ որ դուրս եկավ 25 թվի restyle song-ը, բայց այդ epic fail դիզայնը մնաց նույնը։ Ասենք ինչու։ Մի հատ խնդրում եմ մեկնաբանություններում գրես։ Ուրեմն Հարգարժան ժողովուրդ ջան, հարցը այն է, որ այս գործից դիզայնից հասկացող մարդիկ էլ շատ մարդիկ ձեզ դա նույնպես ասեն, որ այո դա տենց է։ Դուք էլ իմ կարծիքով հիմա կհամոզվեք, այս ամեն համատությունը կբերենք էկրանի վրա կճպցնենք, որ բոլորը տեսնեք, ասենք, էլի աբսուրդ է պրոստը։ Ոնց կարա այս մեքենայի դիմացի շատ գեղեցիկ, ես շատ եմ հավանում, երևի յուանից ավելի սիրուն է։ Շատ գեղեցիկ դիմացի հատվածը, մռութը ոչ մի տիպի համապատասխանատվություն չունենա, հետևի նույնպես ֆուտուրիստական գեղեցիկ հատվածի հետ։ Ասենք նրանց տպավորություն, ոնց որ այդ սոնգը դիմացը մի մեքենայի դիմացա, իսկ հետևը լրիվ ուրիշ մեքենայի հետևա ու ինքը Ֆրանկենշտեյնն է, Վոլֆգանգ Էգերջյան։ Ասենք ընդհանրապես իրար չեն բռնում, հասկանում եք, որովհետև մասնագետները կփաստեն, էլի, ասենք դիզայներները, չգիտեմ, լիքը մարդ, դա փաստում է։ Դիմացի հատվածը, մենակ իմ կարծիքը չէ, էլի։ Դիմացի հատվածը շատ գեղեցիկ, ագրեսիվ, շատ գեղեցիկ է, ես բան չունեմ ասելու, գեղեցիկ է, բայց չի բռնում հետևինի հետ, որովհետև դիմացը մռութը լրիվ օվկիանոսային թեմատիկայից է ու նման է շնաձուկի, ակուլայի, իսկ հետևը, որ հիմա նայեք, ասենք ընդհանրապես այդ թեմատիկայից չի, ինքը ես կասեի, ասենք ռոբոտների աշխարհից է, տրանսֆորմերներից է, Optimus Prime վիճակը։ Ասենք մարդիկ բռնել են, ասենք ակուլայի, ոնց է կոչվում դա, սկրեշիվից են արել, հայերեն չգիտեմ, ռոբոտի հետ։ Ասենք խի կամ խի չեք ուղղել ռեսթայլինգի ժամանակ Հարգարժան Վոլֆգանգ Էգերջյան, խնդրում եմ այս հարցին պատասխանեք, որովհետև մենակ Song Plus-ն է BYD բոլոր մեքենաների մեջ, մնացածները ասենք 100 կամ 90%, 90-100% մեջ, անգլերեն ասված մեջ ունեն, իսկ Song Plus-ը ասենք 0 է մեջը։ Ասենք խի ասենց, մի հատ պատասխանեք։ Հերիք չի ես խեղճ ավտոն բենզինային էր դարձել եք էլեկտրական, մի հատ էլ ասենք դիզայնը անդազը հանարած կոնկրետ, ասենք խի ասենց։ Մի հատ պատասխանեք։ Հա, ու մեկ էլ կուզենամ ավելացնեմ ֆունդամենտալ նորից մինուս այս ավտոյի պարագայում ավելի հանգամանալից իր կառավարելիությունը, ժողովուրդ ջան, որովհետև վարորդների գնահատմամբ էլ իմ գնահատմամբ էլ այս մեքենան կոնկրետ մանևրելու ունակության երթևեկելու կառավարելիության հետ որոշակի խնդիրներ ունի, հատկապես սառած ու ձյունոտ մակերեսների վրա ընդհանրապես ինքը չի կառավարվում ի համեմատություն այս Yuan Plus-ի հետ։ Երևի իր չափերն են, չգիտեմ, իր թափքն է հին, հնացած, թե ինչն է պատճառը, կամ մեծ ակերն են, չգիտեմ պատճառը որն է, բայց ձյունոտ սառած մակերեսներն են, ինքը կոնկրետ խնդիր կարա դառնա ու վթարի բուն, դաժե եթե ամադողերը ռեզինից են։ Ու ինքը կոնկրետ զիջում է այդ առումով, թե դիպալին, հետևի քարշակ ավելի հզոր։ Ոնց ես հասկացա, էլեկտրոմոբիլների պարագայում հետևի քարշակը դաժե պլյուս է, ոչ թե մինուս է, որովհետև շատ ավելի քեզ վստահ ես զգում,
երբ որ քաշակը հետևի է էլեկտրոմոբիլների պարագայում, երբ որ ծանրության կենտրոնը ներքևում է մարտկոցի տեսքով։ Մի խոսքով իմացեք, որ Song Plus-ը շատերի գնահատմամբ, հենց բարողների գնահատմամբ ինքը կոմֆորտնի հարմարավետ, մեծ, լենուբոլ գadgetներով հագեցած, բացի բանից, դիմապակու պրոյեկցիայից ու լույսի սենսորից, բայց դա դիսպլեյ, վարորդի դիսպլեյ մուլտիմեդիան, շատ լավն է, հարմարավետ է, ակետից բկետ հասնելու համար է, բայց իր կառավարելիությունը միանշանակորեն զիջում է շատ շատերին իմ աղյուսակում, որը որ շուտով մենք կցույց տամ ձեզ, ու մանևրելու ունակությունը նույնպես ինքը շատ մեծ է, ասենց ոնց որ արջ կարամ համատամ արչի հետ, իսկ Yuan Plus-ը կարամ համատամ, չգիտեմ, անտիլոպայի հետ կամ պանտերայի հետ։ Մի խոսքով իմացեք, որ դուք կոնկրետ նեղված եք, ասենք, ընթացային հատկությունների ժամանակ, երբ որ խոսում ենք մեքենայի գնալու, как машина едет։ Այդ հասկացության հետ, որովհետև Song Plus-ը քիչ դիաուժերի ու իր մեծ գաբարիտների պատճառով կոնկրետ խնդիրներ ունի ու կոնկրետ վերջի տեղերում է կառավարելիությամբ, սրընթացությամբ իմ կարծիքով ու Song վարողների շատերի կարծիքով ու առհասարակ այս ոլորտի ներկայացուցիչների կարծիքով քիչ է դիաուժերը։ Այդ մեծ գաբարիտներով ավտոյի համար Ալգարժան Վոլգան Կեկերջան գոնե upgrade-ի ժամանակ օրինակ Zikr-ը update արեցին, restyle արեցին ու դիաուժերը համար 2 անգամ բարձրացավ։ Դուք եք կարայիք, հանգիստ կարայիք, ասենք հասկանալով այդ խնդիրները որ կան, քիչ է կարա, չգիտեմ։ Բայց այդ գոնե դիաուժերը դարձնեք գոնե 250 էլի։ Դաժե 250-ը քիչ, որտեվ Sea-Lion-ը 313 է։ Արգարժան Վոլգան ջան։ Ու այդ պարագայում ինքը լրիվ ուրիշ մեքենա է, էլի, հա երկուսն էլ ամեն բան են, քաղաքային crossover են։ Էնի մի քիչ թանկ է։ Բայց որ համատում ես իրանց ընթացային հատկություններով, թե ամեն ինչով, թե ձայնամեկուսացումով, այդ Sea-Lion-ը մի 3 անգամ ավելի հզոր է, ավելի լավն է, ավելի լավ է գնում, ավելի փափուկ է, հաճույք է ստանում քշելուց, իսկ Song Plus-ից հաճույք չես ստանում։ Օրինակ ես Song Plus քշելուց հաճույք ընդհանրապես չեմ ստանում։ Ես ստացա հաճույք Yuan Plus քշելուց ու Sea-Lion քշելուց, ու Deepal քշելուց ու Galaxy 5 քշելուց։ Ասենք մի քիչ էս ավտոն լավացրեք, էլի ինչ կլինի, ասենք, ինքը կոնկրետ զիջում է իր մրցակիցներին, հատկապես իր մեծ եղբայր Sea-Lion-ին։ Вообще համատել չի 313 դիաուժ ու 218 դիաուժ։ Ասենք սարեր ձորեր է, նույն գաբարիտների ավտոն է։ Ասենք խի ասենց։ Ոնց է դա բացատրում։ Մի քիչ թանկացրեք այդ ավտոն, այս restyle-ը մի քիչ թանկ վաճառեք, բայց գոնե դիաուժերը գոնե 250-260 դարձնեք, մարդիկ տենց չնեղվեին։ Հատկապես ձյունոց առաջ ճանապարհների վրա ու առհասարակ ասենք։ Իսկ հիմա անդրադառնանք այս մեքենայի պլյուսերին, բավական մեծ պլյուսերին, համեմատելով նրան 2024 թվի մինչ restyle-ing Song-ի հետ։ Ու ստեղ, երբ որ համեմատում ենք, իրոք արդարության, հանուն արդարության, ազնվության ու անկողմնակալության այս 25 Song-ը իրոք մի հատ մեծ թրիչք է ապրել, մեծ առավելություն ունի 24 Song-երի նկատմամբ, ու եթե դուք ուզում եք Song Plus գնեք, այսինքն թե դուք գերադասում եք մեծ լենուբոլ ավտո կոմֆորտով, բայց կառավարելիության հետ կոնկրետ խնդիրներ ունեցող, քիչ հզորություն ունեցող, նույն դիզայնի հետ խնդիր ունեցող, դա սուբյեկտիվ է, բայց եթե լենուբոլ ավտո եք ուզում մեծ, հայերի սիրած մեծ լենուբոլ ու մի հատ սև ջիփ, այդ միանշանակորեն Song-ն է։ Հիմա եթե Song-ը, այս գնի մեջ նկատի ունեմ։ Եթե Song եք ընտրում, ես ձեզ հորդորում եմ ընտրել 25 թվի Song միանշանակորեն, ոչ թե 24, ու հիմա ասեմ խի։ Ուրեմն 25 թվում ամենամեծ աչք մտնող պլյուսը Song-ի համար նա է, որ իր չիպը, իր բանականությունը, առհասարակ օպերացիոն համակարգը 2 անգամ հզորացվել է ու հիմա այս ավտոն իրոք հզոր է։ Իրոք ինքը նույնիսկ ավելի հզոր է, քան թե մեր անցած հաղորդվա Galaxy E5 Starship-ը, որը որ հավաքում էր Antutu-ում 530,000-ի կարգի ու 4-րդ տեղում էր, այս ավտոն Song Plus Restyle 25 թվի այն կարգի է չիպը հզորացվել անցածի հետ համեմատ, որովհետև անցած 24 թվին հավաքում ընդամենը 350,000-ի կարգի կամ 330,000-ի կարգի, հեսա թիվը կգրեմ անկեղծ չեմ հիշում, իսկ այս նորացված Restyling-ը հավաքում է 688,000-ի կարգի, անցնելով Galaxy E5 Starship-ին ու երևի նրան գահանկեց անելով 4-րդ տեղից։ Մի խոսքով այդ առումով թե օպերացիոն համակարգը, որ D-Link-ը դարել է, D-Link 4-ը դարել է D-Link 5 ավելի արագ է, թե իր չիպը, թե իր պրոցեսորը, թե Snapdragon-ը, որ 778 է արդեն առաջվա 668-ի կարծեմ փոխարեն,
թե RAM-ը օպերացիոն հիշողությունը, որ 8-ից դարել է 12 GB, ինչը էլի քիչ չի 50% աճ է, թե ներկառուցված հիշողությունը 128-ից դարել է 256 կարծեմ։ Մի խոսքով այդ առումով իր բանականության ծրագրային software-ի առումով ինքը իրոք հզոր մեքենա է ու այդ առումով մրցակից չունի։ Հա, իր ոչ մի թե DeepL, թե Galaxy, թե մնացածները այս գնային սեգմենտում մրցակից չունի այդ առումով։ Իրոք ինքը եթե gadget իրան դիտարկենք որպես ակերի վրա gadget, ինքը ամենահզորն է։ Չնայած ձիաուժերի հզորությամբ ամենաթույլն է, ասենց ասեմ։ Մի տեսակ абսուրդային է, բայց տենց է։ Ասենք ուղեղը գնա գալիս եմ հզոր է, բայց մուսկուլները ասենք շատ թույլ են։ Տենց մի հատ ինչ-որ Frankenstein վիճակ է։ Մի խոսքով ուրեմն բացի այդ տարբերությունից, այդ պլյուսներից 24 այդ համեմատ, այս 25-ի մոտ ուրեմն դիմացի բաները, այդ ցերեկային լույսերը դիմացի այդ շթից տեղափոխվել են լույսարձակների տակ, այդ ժանիքներն են, ինչը շատ ճիշտ որոշում է, որ եթե հանկարծ դուք վթարի ենթարկեք դիմացի հատվածը, այդ լույսերը չեն վնասվի ու դուք հավելյալ գումար չեք ծախսի այդ լույսերը վերանորոգելու համար, քանի որ նրանք արդեն ճիշտ տեղում են։ Հետևի Build Your Dreams-ը փոխարինվել է շատ գեղեցիկ ու գիշերը լուսավորվող BYD-ի, ինչը շատ մեծ տպավորիչ ու շահեկան տեսք է տալիս այս մեքենային, հատկապես գիշերները, իրոք տպավորիչ է, շատ գեղեցիկ է, հալալա Վոլգան Գեգեր ջան, ապրեք։ Հետո նորից շատ մեծ պլյուս եմ ես գնահատում, էլի սուբյեկտիվ է, բայց այս 25-ի անվա հեծերի դիզայնը էլի շատ ավելի լավն է, քան թե 24-ինը, որտեղ 24-ը լրիվ նախնադարից եկածած ինչ-որ ստանդարտ մոխրագույն ինչ-որ անկապ դիզայն էր, այս 25-ը իրոք շատ ավելի սպորտային է, գեղեցիկ է, սլակցիկ է, ապրեք BYD ջան։ Ինչպես նաև սրահի գույները նույնպես ավելի գեղեցիկ են, ավելի ներդաշնակ են, քան թե 24-ի։ Հիմա կտեղադրենք կտեսնեք, քան թե 24-ի մոտ, ու բացի այդ վարորդի դիսպլեյը մի հատ էլի մեծ սկաչոկ է ապրել 25-ի պարագայում, ամբողջովին վերանայվել է, փոխվել է, լավացվել է, ու իրոք եթե վարորդի դիսպլեյները դատենք, իր մրցակիցների հետ համեմատ, էլի ամենալավը իրանն է, օբյեկտիվորեն դա տենց է, ու իրոք հաճույք է պատճառում այդ դիսպլեյին նայելը, այդ դիսպլեյը հարաբերվելը ու երկու անգամ լավն է, քան թե 24-ի մոտ միանշանակորեն ու մնացած իր մրցակիցների մոտ։ Թե Galaxy-ին եթե վերցնենք, թե DeepL-ը вообще չունի, դրան հենց կանդրադառնանք։ Մի խոսքով այդ առումով էլի շատ մեծ պլյուս։ Ուրիշ պլյուսներից, տարբերություններից ոնց որ թե այդքանն էր, մեկ է մինուսներից էլի վարորդները բողոքում են, որ պանորաման շատ դեպքերում շախշախկում, կտկտում, ինչ որ ձեներ է հանում։ Չնայած հարցին ուծում քթեր են, սիլիկոն են փչում, բայց դա էլի մինուս է, կարելի ասել լրիվ նոր մեքենայի համար։ Առաջնորդներ ջան, ուրեմն ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, ես ոչ մի ձևով չեմ փնովում այս մեքենան, չեմ ընկել Song Plus-ի հետևից։ Ոչ, ես ուզում եմ ուղղակի հնարավորինս օբյեկտիվորեն ու արդարացիորեն ներկայացնեմ ձեզ այս մեքենան, որ դուք գներուց առաջ հստակ պատկերացնեք դուք ինչ մեքենա եք գնում։ Ես մի քիչ խիստ եմ մոտեցել, քանզի ես արդեն բավականին փորձ ունեմ տարբեր էլեկտրական մեքենաների վարման մեջ ու այդ պարագայում եմ ես համատելով նրանց ուրիշների հետ եմ ես sense խիստ դատում։ Բայց եթե դուք բենզինային մեքենան փոխարինում եք էլեկտրականի, սա ձեր առաջի էլեկտրական մեքենան է, ապա Song Plus-ը վատ տարբերակ չի։ Ես կառաջարկեմ ձեզ Song Plus գնել, եթե նա առաջի մեքենան է ու եթե ձեզ հզորությունը էական չի։ Ձեզ համար կարևորը A-կետից B-կետ հասնելն է ու ունենալ լենուբոլ կոմֆորտ մեծ մեքենա։ Այդ պարագայում Song Plus։ Չնայած էլի մրցակիցներ ունեն այս նույն գնային սեգմենտում, էլի տարբերակներ կան։ Ինքը 23 թվին էր, գին որակ հարաբերակցությամբ մրցակից չուներ։ Այդ ես միանշանակորեն ընդունում եմ։ Բայց հիմա արդեն քանի որ 25 թիվն է ու լույս աշխարհը եկել DeepL S5 կամ S7, Geely Galaxy E5 Starship ու եւ այլն, ինքը արդեն ունի մրցակիցներ ու լուրջ մրցակիցներ ու արդեն գնումից առաջ դուք պետքա կոնկրետ ծանր թեթև անեք, թե դուք ինչ եք ուզում գնեք, Song Plus, թե DeepL, թե Geely, թե ուրիշ բան։ Հիմա որպեսզի բենզինային մեքենաների քշողների համար այլ ավելի հասկանալի ու պարզ դառնա, թե ինչ է Song Plus-ը, խիեմ ես իր հզորությունը sense փնովում ու քննադատում, չնայած իր մեծ գաբարիտների ու սիրուն տեսքի համար, հիմա ես փորձեմ համատեմ նրան
Հայաստանում բոլորի կողմից հարգված, իմ կողմից նույնպես հարգված իմ նախկին մեքենա Kia Sorento-ի հետ։ Քանի որ երկուսն էլ ջիպ են, չնայած նա իսկական ջիպ է, պանորամնի, սա բարձր պարկետնիկ է, բայց համենայն դեպս համարենք երկուսն էլ քաղաքային crossover են։ Հիմա եթե մենք համատում ենք այս մեր Song Plus-ը 218 ուժանոց Kia Sorento առաջին սերնդի Kia Sorento-ի հետ, ինքը միանշանակորեն հարգարժան Kia Sorento վարողներ ջան, եթե դուք ուզում եք փոխարինեք ձեր մեքենան Song-ով, իմացեք, որ այս Song-ը համարժեք է առաջի սերնդի 396 դիաուժանոց Kia Sorento-ի։ Այսինքն ինքը հզոր չի այդ ավտոն։ Եթե դուք քշել եք, դուք իմանաք, լիքը մարդ այդ առաջի սերունդը վաճառում է, առնում է երրորդ սերունդ ավելի հզոր։ Այսի առաջի սերունդի Kia Sorento-ը հարգարժաններս։ Եթե դուք ուզում եք շատ ավելի հզոր, երկրորդ սերնդի ավելի միանշանակ ավելի հզոր Kia Sorento 242 դիաուժանոց արդեն։ Իրանք էլ են ֆայմը, որ այդ մեծ ավտոյի համար 198-ը քիչ է։ Իսկ BYD-ն դեռ ռեսթայլինգը թողարկեցին, բայց դեռ չեն ֆայմը, որ այս մեծ ավտոյի համար 218-ը կոնկրետ քիչ է։ Հիմա ժամանակ ունեն ֆայմելու։ Հիմա քանի դեռ չեն ֆայմել, հարգարժան BYD ջան, Ժող ջան, ես ձեզ ասում եմ, գնեք, եթե ուզում եք հզոր մեքենա, ոնց որ Kia Sorento երկրորդ սերնդի Kia Sorento-ն է, ուրեմն ապա գնեք կամ Sea Lion, կամ Deepal S7, կամ ինչ-որ նմանատիպ մի բան, որ դիաուժերը գոնե 240-ից բարձր է։ Եթե նեղվում եք հզորության պակասից, դուք ուզում եք ունենաք հզոր մեքենա։ Իսկ եթե ձեզ համար առաջի սերնդի Kia Sorento-ն է նորմալ մեքենա, իմ համար օրինակ նորմալ էր։ Ես երեխա եմ տեղափոխում, թեմա չկար ինձ համար։ Անգամ չի ասենք բանի հետևից, էլի, կառավարելիության, ապա Song-ն է կլինի։ Շատ հարմարավետ մեքենա է, ուղղակի հզորության պակասով։ Մի խոսքով իմ կարծիքով դուք ինձ հասկացաք։ Հա, ու մինչ աղյուսակին անցնելը կխնդրեմ ձեզ հերթական անգամ շատ եմ խնդրում բաժանորդագրվեք, այս վերջերս ինչ որ տեմպերը լավ ընկել են, համարյա բաժանորդ չի ավելանում։ Իմ մոտիվացիան տեից կոնկրետ պակասում է, նոր ռոլիկ անելու մի տեսակ հավեսը փախնում է։ Շատ եմ խնդրում ձեզ, եթե հավանում եք իմ աշխատանքը, եթե հավանում եք իմ ռոլիկները, ես ոչ մի տեղի չեմ հավանավորվում։ Սա արվում է ընդհանրապես իմ էնտուզիազմի վրա։ Խնդրում եմ ձեզ, ինձ պատժ կանեք, բաժանորդագրվեք, լայքեք, որտեվ դուք միակ ուժն եք, որի շնորհիվ ես այս ռոլիկները անում եմ։ Եթե չկա բաժանորդագրում, չկա մեքենաբանություն, չկա լայքեր, մի տեսակ իմ հավեսը ռոլիկ անելու փախնում է ու կանգնում ենք տուպիկի առաջ։ Խնդրում եմ բաժանորդագրվեք։ Իսկ հիմա անդրադառնանք իմ կազմած հնարավորինս անաչառ, անկողմնակալ, օբյեկտիվ իմ կազմած աղյուսակին, որտեղ որ սուբյեկտիվիզմը ես ես հավաստիացնում եմ իջեցված է շատ ցածր մակարդակի վրա։ Ուրեմն այս աղյուսակում ոչ թե միավորներ են, այլ զբաղեցրած տեղերն են։ Այսինքն մանևրելիությունը եթե վերցնենք, առաջի տեղում ամենալավը, այսինքն առաջի տեղում են Yuan+-ն ու Yuan Up-ը։ Երկրորդ տեղում Galaxy E5, Deepal S5 ու վերջին տեղում իհարկե, եթե ոչ չորրորդ տեղում, ու լավ, երրորդ եկեք օբյեկտիվ լինենք, լավ։ Երրորդ տեղում է Song Plus-ը S տեսանկյունից ու առհասարակ, թե կառավարելիության, թե հզորության, մի խոսքով։ Ու այս ցուցիչներով ես բոլոր այս կատեգորիաներում փորձել եմ այս մեքենաները դասակարգել։ Օրինակ կոմֆորտի մեջ Song Plus-ը առաջ տեղում է։ Ու դա իսկապես օբյեկտիվորեն տենց է, то есть ես կոմֆորտը դիտարկել եմ հետևյալ տեսանկյունից. սրահի մեծություն, նստատեղերի հարմարավետություն, գադջետներով հագեցվածություն, պանորամային տանիքը որ անպայման բացվող լինի, բեռնախցիկը մեծ լինի, տեսանելիություն ճանապարհի լավը լինի, մի խոսքով այս ցուցանիշներն է իմ մոտ կոմֆորտը, ուստեղ միանշանակորեն Song Plus-ը առաջի տեղում է։ Իսկ Yuan Plus-ը ու Yuan Up-ը վերջին տեղերում են։ Ու մի խոսքով այս տրամաբանությամբ կազմված աղյուսակը ու վերջում իրենց բռնած տեղերը ես գումարել եմ իրար ու արդեն ստացված թիվը դարձել եմ միավոր ու հիմա դուք կտեսնեք էկրանի վրա, որ միավորներով, այսինքն ես ինչքան քիչ միավոր, այնքան լավ, քանի որ զբաղեցած տեղերը ինչքան բարձր տեղ, այնքան լավ։ Այդ ցուցիչով առաջի տեղում է Deepal S5-ը, երկրորդ տեղում է Galaxy E5-ը, երրորդում Yuan+, չորրորդում Song Plus ու հինգերորդում Yuan Up։
Իմ կարծիքով այս աղյուսակը ահագին կօգնի ձեզ կողմնորոշվել ու կատարել ճիշտ ընտրություն, կախված այն բանից, թե ձեզ համար որն է առաջնային։ Մարդ կա իր համար առաջնայինը հզորությունն է, ու ինքը ընդհանրապես հետաքրքիր չի իրան սրահի որակը, կոմֆորտը, ձայնամեկուսացումը։ Մարդ կա իր համար առաջնայինը մեծ բեռնախցիկն է, մարդ կա դիզայնն է, չնայած այդտեղ դիզայն մենք չենք քննարկել։ Մարդ կա ֆիզիկական կոճակների արկայությունն է, ինչից դիպալը ուղղակի զուր կա, ու դա կոնկրետ մի հատ մեծ մինուս եմ համարում, որ ընդհանրապես նույնիսկ start-stop-ի կոճակ չունի։ Մի խոսքով հələ դիպալի ռևյուին որ հասնենք, դիպալի մասին մանրամասն խոսանք, բայց իր առավելությունների հետ մեկտեղ ինքը ունի մեծ թերություններ, որովհետև, ասենք, ընդհանրապես կոճակների բացակայությունը մի տեսակ կոնկրետ անհարմարություն է պատճառում իմ սուբյեկտիվ կարծիքի համաձայն։ Այսօր այսքանը։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոգը խաղովիքը։ Կհանդիպենք։